Մարդը ֆուտբոլ է շատ սիրում։ Մարդել կա երաժշտական գործիք է լավ նվագում։ Շփման համար ընդհանուր հետաքրքրություններ են պետք։ Մերն էլ սա է, Ռուբիկ կուբիկ ենք սիրում։ Մեկս մյուսից փորձում ենք արագ հավաքել, եւ հենց դրանով էլ սպորտ է։ Անունը քյուբինգ։ Ես էլ քյուբեր եմ, եւ 23 մասնակիցների մեջ զբաղացրել եմ պատվավոր 4-րդ տեղը։ Վերջից։ Ինչ ձևի կուբիկ ասես չենք հավաքում։ Էլ խորանարդ, էլ բուրգ, էլ կանոնավոր 12 անիստ։ Բանանն էլ է կուբիկ։ Ծանոթացեք, մայիսն է, հայկական կուբիկի պապան, բոլոր խմբակների, խաղերի ու մրցույթների կազմակերպիչը։ Լիմոն էլ ունեմ։ Մենակ պակասում է խնձորն ու տանձը։ Բայց ամենայուրահատուկ կուբիկներից մեկը, հեսա ցույց տամ։ Սա իմ ամենաառաջին կուբիկն է։ Սրանով եմ կուբիկ հավաքել սովորել։ Ու էսի են հին կուբիկներից են, որ sense չի շարժվում կամ լավ չի շարժվում, իրական մամաս է սովորացրել կուբիկ հավաքել։ Պատմում է, որ այդ ժամանակվանից իրեն կուբիկից կտրել չեն կարողանում։ Հիմա էլ չեն էլ փորձում, համակերպվել են ու հանձնվել։ Մինչև մեռնելս կհավաքեմ։ Մայիսը Հայաստանում երկրորդ ամենաարագ հավաքողն է։ Իսկ ամենաարագը Գրիգորն է, բայց իր հետ չեմ ուզում հարցազրույց անել։ Միշտ իմ մտքում կար, որ ես պետք է Հայաստանում կազմակերպեմ առողջություն, որտեղ ես հաստատ Հայաստանում մենակ չեմ, մանավանդ որ 20 հոգի մարդ կար։ Ես այդ ժամանակվանից ինձ վրա նպատակ դրեցի Հայաստանում ինչքան կուբիկ հավաքող կա, բոլորին հավաքեմ միտեղ, բոլորը իրար հետ ծանոթանան, շփվեն, ստեղծվի մեծ համայնք ու առհասարակ զարգանա համայնքը ու մեծանա։ Այդ առողջություն կազմակերպելն էլ ոնց որ մի հատ կուբիկ լինի ու ամեն անգամ մտածում ես ոնց ավելի լավ պլանավորես մյուսը, հաջորդ ավելի լավ ոնց կազմակերպես։ Ռաս, լսում ա։ Արմանն է 11 տարեկան։ Ռուբիկ կուբիկ հավաքել սովորել է ինքնուրույն 8 տարեկանում։ Դա իր սիրելի խաղալիքն է։ Նախ առաջինը Ռուբիկի խաղալիք չի։ Տեսնում եք ինչ լուրջ հոբի է Ռուբիկ կուբիկը։ Ասեմ ավելին, նաև հարգված։ Օրինակ դպրոցում Արմանի հոբիով շատերն են հետաքրքրվում։ Սա գալիս են մոտս նայում են ոնց եմ հավաքում։ Մի խոսքով Ռուբիկ կուբիկը տարիք չի ճանաչում։ Ռուբիկ կուբիկի իմուղին սկսեց շատ պատահական։ Ընկերներս էս գործին էին։ Ես էլ չի ուզում հետ մնալ։ Քյուբինգով զբաղվելիս հասկացա, թե ինչ հաճելի է, երբ մի բան, որ ժամանակ ինչ է պատկերացնում, որ կարող եմ հավաքել։ Հիմա անում եմ առանց մտածելու, եւ դա ինձ համար արդեն հաղթանակ է։ Իսկ մնացածը վարկաների հարցը։